2018 թվականին մենք մշակույթ ենք մերժել։ Մենք Նիկոլ չենք բերել, մենք մերժել ենք այդ մշակույթը։ Ո՞նց է արվում մեզ ապրեցնել մի Հայաստանում, որը ինչ-որ մեկի պատկերացրած իրական Հայաստանն է։ Մի հատ ավելի հայրենասեր են դառնում, ախ դա իմ հայրենիքն է, Նիկոլ Փաշինյանը տղային ուղարկում է Ստեփանակերտ ծառայելու։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինչու ձախողվեցին, հա, այն շարժումները։ Այն ժամանակ խնդիր կար Արցախը փրկելու։ Եվ բոլորս մեր տարաձայնությունները մի կողմ էինք թողել, ասել էինք բայց հիմա խնդիր կա Հայաստանը։ Հիմա խնդիր կա Հայաստանը փրկել, բայց Հայաստանը չի փրկվելու նախկին մշակույթով։ Քանի որ արևմուտքին պետք են տաղանդավորներ, իրենք պատկանելիությունը փոխում են պարտաճանաչների, տաղանդավորների, հա, այս մարդկանց ու իրանք շատ լավ են սկսում աշխատել իրենց համակարգի մեջ։ Նիկոլ Փաշինյանը ավելի աշխատասեր է, երևակայությունը ավելի ճկուն է, ավելի վճռական է, անձնազոհ է, ասենց երեխեքին էլ է զոհում, вообще վեճը չի էլի։ Հին էլիտան իր մշակույթը չի փոխում, ինքը շարունակում է մտքասպան լինել, երևակայասպան, ինքը բարուրի մեջ կարող խեղդի երևակայությունը, ինքը բավարար վճռական ու անձնազոհ չի, բավարար հմտություն գիտելիք չունի։ Բարև ձեզ, եթերում մտածենք պոդքասթն է, այսօր մտածելու ենք Հայաքվե նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարև ձեզ Հովհաննես, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով մտածենք։ Այնքան մտածելու բան ունենք այս պահին հայրենասիրության մասին, իրական եւ ոչ իրական Հայաստանի մասին։ Մի խոսքով մեզ այնքան շատ մտածելու առիթներ են տվել, որ այսօր շարունակ մտածելու ենք։ Մտածենք ու գործենք այս մտածածների վրա։ Այսօր Հովհաննես փորձ է արվում, հա, մեզ բոլորիցս խլել ազգային տարը, ինքնության որակները եւ փորձ է արվում մեզ ապրեցնել մի Հայաստանում, որը ինչ-որ մեկի պատկերացրած իրական Հայաստանն է։ Պարզ իրողություն է, մենք ապրեցինք ցեղասպանություն 15 թվականից մինչև 23 թվական մենք ունեցանք բան Հայաստանի Հանրապետություն, հետո այդ հանրապետությունը չդիմացավ, հիմա չմտնենք պատճառների մեջ, թե այն ժամանակվա իշխանությունը ինչ մեղավորություն ուներ, դարձանք բան սովետական միության մաս, սովետական միությունը ի սկզբանե մեզ չէր թողնում Թուրքիայի հետ հարաբերությունների համար ցեղասպանության հարցը բարձրացնել, բայց այնտեղ սփյուռքն էր բարձրացնում այդ հարցը, հետո 60-ականներին, երբ որ սովետական միությունը Թուրքիայի հետ արդեն խնդիր ունեցավ, որովհետև այդ ՆԱՏՕ-ի բաները հրթիռներ այդ արդեն համարյա Արարատի մոտերքն էին ու սովետական միությունը խնդիր ուներ բան անելու դիմադրելու դրան, դիմադրության ինչ միջոց պետք է լինի, պիտի նայեն ասան, ահա, մենք ունենք ստեղ հայեր, որոնք խնդիր ունեն թուրքերի հետ, եկեք մի հատ բան մեջները արտնացնենք այդ ազգայինը, արտնացրեցին, այնքան արտնացավ, վերջերս հայերը ասեցին, հոп, սովետական միություն, մենք անկախանում ենք ու մեր հարցերը լուծենք։ Հետո մենք անկախացանք, հռչակագիր ստեղծեցինք, որ հետամուտ ենք լինելու ցեղասպանության ճանաչմանը եւ այլն, եւ եղավ երկու sense ոնց որ տատամի պատկերացրեք, երկու նաեւ Ադրբեջանը լավ են կողմ թողնենք, բայց Թուրքիան եւ Հայաստանը ոնց որ այդ տատամիի մեջ սկսեցին հակամարտել, որտեվ մեր հռչակագիրը չի համապատասխանում իրենց նպատակներին։ Հիմա այդ հակամարտության մեջ Թուրքիան, քանի որ իրանք շատ երևակայող եւ հմուտ քաղաքական գործիչներ ունեն, մտածում են, լավ, ոնց անենք, որ այս երկիրը գրավենք։ Եվ ի տարբերություն մեզ, որ մենք մեկ ճիշտ տարբերակ ենք փորձում գտնել եւ երբեք չեն գտնում խեղդելով մնացած բոլոր տարբերակները, իրանք փորձարկում են բոլոր հնարավոր տարբերակները։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը Ռաֆի Հովհաննիսյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացրեց, որովհետև ցեղասպանության մասին խոսեց, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնապես միջազգային ճանաչումից հրաժարվել էր ցեղասպանության, հետո եղավ այդ բանը, իշխանափոխությունը, եկավ Ռոբերտ Քոչարյանը, որը սկսեց բարձրացնել ցեղասպանության հարցը։ Հետո այդ իրավիճակում արդեն Թուրքիայի համար պրոբլեմ էր, նամակներ էր գրում, չէին պատասխանում եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ անցավ, եկավ Սերժ Սարգսյանը փորձեց այդ հարաբերությունները կարգավորել։ Ի վերջո հարաբերություններ կարգավորելը նորմալ է, բայց արդարության սկզբունքի հիման վրա պետքա դա լինի։ Եվ ինքը փորձում էր այդ արդարության սկզբունքի հիման վրա առանց նախապայմանների։ Թեև ես հասկանում եմ, որ այնտեղ պետքա հանձնաժողով ստեղծեին ցեղասպանության ճանաչման, դա մի հատ դառնալու էր մի հատ ճահիճ, որտեղ ցեղասպանության հարցը դուրս էր գալու, եւ ես կարծում եմ, որ հանրապետականում էլ դա գիտեին,
Բայց ամեն դեպքում ի վերջո Էրդողանը այն ժամանակ վարչապետ էր եւ ասաց առանց Արցախի հարցի լուծման հարաբերությունները չեն կարգավորվելու։ Շատ լավ, Սերժ Սարգսյանն էլ ասաց դե այդ դեպքում մենք սարեցնում ենք այս իրավիճակը ու շարժվում ենք առաջ։ Հիմա այդ ընթացքում բնականաբար երբ որ Թշնամի պետությունը եւ ունի իր ազգային անվտանգության ծառայությունը, իր ինստիտուտները եւ այլն, այստեղ պետք է գտնի իրեն հարմար գործիչներ։ Դա ոչ միայն Թուրքիային է վերաբերում, դա Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին, Եվրոպային է վերաբերում, եւ մենք գիտենք, հա, բաց խաղակարտերով բոլորը խաղում են, թե ով ում գործիչն է։ Հիմա այս պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը 2000-ականներին հայկական ժամանակ թերթում գրում էր. Ես նզովում եմ իմ նախնիներին։ Իմ նախնիներն են մեղավոր, որ ես մի խոսքով այդ դժբախտությունները բարդում եմ։ Արցախը պետքա տալ, այնտեղ չգիտեմ, մեղրի, մի խոսքով այդ գաղափարախոսությունը առաջին հերթին ազգային անվտանգության ծառայությունը ոնց պետքա ճանաչի, այս գտնի այս մարդկանց մամուլով գտնում է ու գրում է, գիտեք, մենք ձեր հոդվածը կարդացել ենք, շատ հետաքրքիր մտքեր ունեք, դենք թե ջահել տղա, սա զզվում են իրանից, այդ համալսարանից հեռացրել են, մի խոսքով ստրեսի մեջ եւ այլն բանման, մանկությունում էլ երևի ասում են, չգիտեմ, խնդիրներ է ունեցել ու շատ վատ է, որ տենց են վարվել իր հետ, դա չի արդարացնում, որ Նիկոլը Դավաճյանը չի արդարացնում, որ իր հետ վատ են վարվել մանկության շրջանում։ Ու բնականաբար այս մարդը իրան դաշնակից է գտնում այնտեղ եւ գալիս է 2008 թվականն են փորձում անել Ղարաբաղյան կլանը պետքա դուրս շպրտենք Հայաստանից, չի ստացվում 10 հոգի զոհվում է, 2 ոստիկան, 160-ից ավել ոստիկան վիրավորվում է եւ ասում են լավ, եթե sense չի ստացվում, եկեք գիտեք ինչ անենք, եկեք մի հատ խաղի կանոնները փոխենք։ Նիկոլ Փաշինյանը թող մի հատ անջատվի Լևոն Տեր-Պետրոսյանից, ինքը ռիբրենդինգ լինի, հա, ու փորձի խաղալ բան տարբերակով, ազգային տարբերակով։ Անջատվում է Լևոն Տեր-Պետրոսյանից, ստեղծվում է քաղաքացիական պայմանագիրը, որի ակունքներում կանգնած էին նաև իմ նախկին ընկերները ստեղծման, եւ սկսվում է մի հատ sense շրջան, որտեղ մարդիկ մտածում են Նիկոլը փոխվել է։ Այդ թվում իմ հայրը եւ իմ հորեղբայրը, որոնք երկուսն էլ այն գլխից գիտեին, թե այս Նիկոլ Փաշինյանը ով է։ Եվ այդ թվում նաև ես, որպես նրան ժառանգ, ես էլ էի մտածում փոխվել է։ Նա սկսում է հանրապետականներից գեշ բեթար Արցախի ինքնորոշման, ճանաչման հարցը սենց բան խփել, ոչ մի բանակցություն պետք չի, քանի դեռ Ալիևը չի փոխել իր լեզուն, սենց բաներ։ Հիմա կարեք նայեք, եկեք սա կա Ալեն Սիմոնյանը ոնց է այդ կենտրոնում սենց են հակից մի հատ տղայի բանանում, մեջ անում։ Ու հետո երբ որ արդեն այդ գրավում են, մեր հոգիները առնում են, որովհետև ինչպես ասում է Գուստավ Լեբոնը, որը հենց ամբողջավարության տեսության մեջ էր խորացած, եթե տրամաբանությունը որևէ նշանակություն չունի մարդկանց համոզելու մեջ եւ հատկապես ամբողջին համոզելու մեջ, այլ հոգիով ես համոզում, հա, բանն ես, այդ դոֆամինն է շատացնում, դրա մասին կխոսենք իմիջիալոց դոֆամինի, նորա միտքս մտել այդ հետաքրքիր թեմա է, կուզեմ ձեզ մոտ բացեմ։ Ու մի խոսքով, այդ երբ որ արդեն այդ անում են, մի հատ ավելի հայրենասեր են դառնում, ախ դա իմ հայրենիքն է, Նիկոլ Փաշինյանը տղային ուղարկում է Ստեփանակերտ ծառայելու։ Արցախը Հայաստանը եւ վերջ, ասում է, ընդ որում մենք գիտենք, որ Արցախը Հայաստանը եւ վերջը բանակցություններում արդեն խնդրեմ է ստեղծում, որովհետեւ մենք 30 տարի բոլորին համոզում ենք, որ այստեղ տարածքի հարց չի, այլ ինքնորոշման։ Այո, եւ մենք միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն գնացել էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա եւ աշխարհը համաձայնել էր, որ այո, մենք ճիշտ ենք, մենք կարող ենք ինքնորոշվել, քանի որ այնտեղ կա մի հատ վայրագ Ադրբեջան, որը լավ չի պահում իրան։ Եվ այսպես այդ էյֆորիայի վրա, երբ որ այնտեղ կրակոցներ համարյա չկար, այնտեղ 0 կետից է սկսում իր բանակցությունները, դատարաններն է զավթում, Արցախի ազատագրմանը մասնակցած գեներալներին, քաղաքական գործիչներին նա վարկաբեկում, ազգնապարակտում իմիջիայլոց այդ ընթացքում կորոնավիրուսն է լինում, այնտեղ պարզվում է կորոնավիրուսի Էջմիածնիկինն է մեղավոր, ոչ թե ասենք Արսեն Թորոսյանը, որը ասում է կորոնավիրուսը Իտալիայի ժամանած, ու այս այնտեղ բանը կադրային ջարդ է անում, բանակում այն ինչ որ ասեցի, հա, որ վատ
ոչ բավարար մասնագետներին սես տեղափոխելով այդ համակարգն է բանանում ու դե հետո սկսվում է բանակնավարկաբեկում բանակնավարկաբեկում ելակովա զինվորներին պահ հետո սեպտեմբերի 27-ին առաջ զգուշացումները չի հաշվի առնում դաշնակիցներ իմիջիայլոց դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնում բոլոր գրեթե բոլոր մասնագետները քաղաքագետ կլինի լրագրող կլինի թուրքագետ կլինի ադրբեջանագետ կլինի բոլորը զգուշացնում էին պատերազմը մոտենում է հա ու եթե նայենք հայկական ժամանակ թերթը հենց սեպտեմբերի 26-ին ոնց էր վարկաբեկում այդ մարդկանց վերջերս Կայան Վրթանեսյանն էր գցել ինչ որ բառ էին օգտագործել հիմա չեմ հիշում բայց վարկաբեկում էին այդ մարդկանց ովքեր զգուշացնում են պատերազմի մասին հաջորդ օրը պատերազմը եղավ հետո պատերազմի ընթացքում դավաճանություն լրա համալրումը դադարեցրեց այսինքն մերոնք այնտեղ կռվում էին չէր համալրվում հետո վերականգնվեց շատ ուշ հետո կանոնավոր բանակը սկսեց քանդել ջոկատներ ուղարկել հետո 30 հոգով հավաքվեք ձեր քուչում հա այդ ամեն ինչ արեց ստել ամբողջ այդ ընթացքում հետո հոբ համակարգը փոխարեն սուեր առավ որ ցույց տա տեսեք մենք սու ունենք բան այդ ինքնաթիռները հա այն Արծուն Հովհաննիսյանն էլ գնում է լուրջ հարցազրույց է տալիս այդ իր դեմքով ասենց պրոֆեսորի թե ինչի չեն օգտագործում Իսկանդերը ինչի չեն խփում չէ արդարացի պահանջ կար լավ ընդ հարյուրներով զինվորներ են մահանում դու մի հատ ռազմավարական օբյեկտի չես խփում պարզվեց այդ օդանավակայանն էլ էր սուտ ինչու ձախողվեցին հա այն շարժումները որոնք հենահեն փոխելու էին մենք բոլորս այսպես վստահ ենք շատ են պատճառները այն ժամանակ խնդիր կար Արցախը փրկելու եւ բոլորս մեր տարաձայնությունները մի կողմ էինք թողել ասել էինք բայց հիմա խնդիր կա Հայաստանը հիմա խնդիր կա Հայաստանը փրկելու բայց Հայաստանը չի փրկվելու նախկին մշակույթով մոռացեք եթե մենք ստավկան դնելու ենք նախկին մշակույթի վրա ժողովուրդը չի գնալու ընտրի եւ մենք կորցնելու ենք Հայաստանը հին էլիտան իր մշակույթը չի փոխում ինքը շարունակում է մտքասպան լինել երևակայա սպան ինքը բարուրի մեջ կարող խեղդի երևակայությունը ինքը բավարար վճռական ու անձնազոհ չի բավարար հմտություն գիտելիք չունի ու ինքը կարա սխալ դասավորություն դնի բաների մեջ խաղացողների մեջ հա ասենք օրինակ պեշկան դնի թակուհու տեղը հա իսկ եթե նայենք քաղաքական խաղի կոնստրուկտը ըստ Կոնֆուցիոսի եթե բան անենք հղում անենք իրան ինքը ասում է լավ առաջնորդային է ով կարողանում է ճշգրիտ մարդկանց բաշխի ըստ իրանց պոզիցիաների պաշտոնների այսինքն եթե դիցուկ այս մարդը արդյունավետ չի աշխատում X ոլորտում այդ մարդը պետք է X ոլորտում չլինի հիմա մենք տեսնում ենք չէ՞ որ падգամավորներ կան որ արդյունավետ չեն աշխատում մենք տեսնում ենք նաև падգամավոր ով հանձնաժողովի նախագահ ընտրվեց եւ ասում է որ պարտադիր չի բարձրագույն կրթություն ունենալ հա այդ ԿՊ-ի մասին ԿՊ-ն լրիվ ուրիշ պատմություն ինչի է Նիկոլի մոտ ստացվում իրանց մոտ չի ստացվում եկեք նախ եկեք մի հատ բանը կենսաբանական տեսակետից էս ամեն ինչին նայենք հա ուրեմն մեր ուղեղում կա բանը այդ դոֆամին նյութը քիմիական որը ոնց որ մեզ պարգևում է բան ուրախություն բան հա հաճույք մոտիվացիա հա ու այդ դոֆամինը եթե ինքը ցածր կամ բարձր է խնդիրներ է ստեղծում ցածրի դեպքում դու դեպրեսիվ ես բան ես եւ այլն ես իսկ եթե ավելի շատ է արդեն կարա հասցնի բանը այլ տեսակի պատրանքների հիմա օրինակ պարկինսոնյան հիվանդների մոտ այդ դոֆամինի չափաբաժինը ցածր է ու իրանց ոնց որ բան են ներարկում են որոշ այտենց պրեպարատներ որպեսզի կամ ուղեղը մտածի թե դոֆամին է կամ այտենց բան լինի հենց դոֆամին արտադրի ու մի պարկինսոնյան հիվանդություն մարդ 66-ամյա մի հատ բան կար շոտլանդացի դատի է տալիս իր բժշկին որովհետև ինքը մեղադրում է իր բժշկին որ երբ որ իրան այդ պրեպարատը ներարկել է ինքը դյուրազգաց է դառնում դրանից ավելի, ասենց ամեն ինչին սկսում է ավելի հեշտ հավատալ ու դրա արդյունքում ինքը խաղադրույք է արել, ասենք տենց շատ մեծ գումար էլի, մի $80,000 չափով, ու ինքը պահանջում է, որ իր բժիշկը վերադարձնի դա, որտեղ ինքը այդ ներարկման արդյունքում է դյուրահավատը դարձել։ Ու այդ դատն էլ իմիջիայլոց ավարտվել է ու բան է արել։ Այդ իրան փոխհատուցում տվել են, իհարկե բժիշկի մեղքը չեն բան արել ընդունել, որտեղ բժիշկը լավ նպատակներով է ոնց որ տալիս, բայց արդյունքը տվել է այդ խաղադրույքը։ Բայց այդ փոխհատուցման միջոց գտել է։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դոֆամինը շատացնում է։
ինքը գնում է ասում Արցախը Հայաստանը եւ վերջ, մեր դոֆամինը շատանում է եւ մենք դառնում ենք այդ հիվանդը, որը բանը խաղադրույք է կատարում եւ հաճույք է ստանում դրանից ու բնականաբար ուզում է իր հետ լինի, չէ, որովհետեւ նա նարկոտիկի պես բան է, որովհետեւ հաճույք է ստանում, քեզ մոտիվացնում է ինքը եւ այլն։ Հիմա նախ որ Նիկոլ Փաշինյանին կարելի է գտնել sense լրիվ նոր մի հատ հեղափոխական իրավական մի հատ կոնստրուկտ ստեղծել, ռազմավարական դատեր սկսել Նիկոլ Փաշինյանին դատելու համար, որ ինքը փաստորեն բարձրացնելով այդ դոֆամինը ի վերջո օգտագործել է դա հենց այդ մարդկանց ցեղասպանելու համար, սա այլ նյութ է, որը այդպես շատ հեղափոխական իրավական մոտեցում կարելի լինի ամբողջ աշխարհի համար, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ մեր մարդիկ, մեր ընտանիքի անդամները, որտեղ ազգը մի հատ մեծ ընտանիք է, իրանք փաստորեն հիվանդ են։ Շատ դոֆամինը առաջացնում է նաև շիզոֆրենիայում էլ է, էլի շատ է դոֆամինը։ Հիմա այս պարագայում մենք պետք է ընկալենք, որ Նիկոլ Փաշինյանը հիվանդացնում է մեր ընտանիքի անդամներին։ Եվ այն մարդիկ, որոնք նիկոլական են, իրանք ոչ թե ինչ-որ գաղափարական տերմինաբանության մեջ են լենինիզմ, չգիտեմ, բան, դեղ ֆաշիզմ, բան, մարքսիզմ, հա, այլ իրանք հիվանդ են։ Իրանց մեջ ներարկված է Նիկոլա այդ դոֆամինը։ Նիկոլա կարելի է մի հատ բառ հորինել, Նիկոլա վիրուսը։ Ու մենք իրանց պետք է ընդունենք որպես հիվանդ, որովհետև մենք Պարտկիկի Սոնյան հիվանդին չենք ասում, չէ, ի ժեղ, հələ մի հատ վերկած քայլի, այդ ինչ ես դողում։ Փորձում ենք բուժել։ Հիմա նույնը այս պարագայում մեր ընտանիքի անդամները բուժման Իդեպ է ջեխի մասին։ Մենք պետք է իրաց հոգատար վերաբերենք։ Ճիշտ է, որ ընդդիմադիր գործիչները շարունակ հասարակությանը ուզում են ինչ-որ մի բան հասկացնել ու անընդհատ ասում են ժեխը, չգիտեմ, մտավոր հետամնացները, ինչ-որ տարբեր վիրավորական բառեր են օգտագործում ժողովրդի հետ խոսելիս ու դու չես կարող ասել, այ ձեր ասած հիվանդ մարդուն անընդհատ որ դու ասես դու հիվանդ ես, դու չգիտեմ տկար ես, այդ մարդը երկրորդ անգամ, երրորդ անգամ ուզենա քո խոսքը լսի, ավելին կողքդ նստի։ Դա նույն բանն է, ինչ որ օրինակ մաթեմատիկոսը ասի 1-ին գումարած 1 հավասար է -36, օրինակ։ Այսինքն բանը, չէ, մաթեմատիկական տգիտություն է, չէ։ Հիմա նույնը հեսա քաղաքական տգիտություն է սա, որ ժողովրդավարության պայմաններում, դիկտատուրայի պայմաններում կարաս ասենք բան Էրիտրեայում ասենք տենց վարվեց, կամ ասենք հենց Հայաստանն էլ արդեն դիկտատուրայի գնում, հետագայում կվարվի ինքը տենց, երբ որ կուսակցությունները արդեն չլինեն։ Ու քաղաքական ժողովրդավար քաղաքականության մեջ, որտեղ դու խնդիր ունես մարդկանց փողոց դուրս հանել, որ գան քեզ ընտրեն, ընդհակառակը, փաստորեն դու պետք է նրանց կլանես, նրանց համոզես, նրանց մոտիվացնես, դոֆամին տաս, հա, իրանք պետք է քեզ հետ լավ զգան, որպեսզի գան քեզ հետ պայքարի, չէ՞։ Բայց իրանք անում են լրիվ հակառակը։ Իրանք անում են 1-ին գումարած 1 հավասար է 46։ Այսինքն քաղաքական տգիտություն։ Ստեղ մի ուրիշ բան էլ կա։ Այդպիսի բան ասող իրավունք չունի գա իշխանության։ Որովհետև եթե դու այդ մոտեցմամբ ես վերաբերում այն ժողովրդին, որին պետք է պաշտպանես եւ բարությունը ապահովես, իշխանության ժամանակ էլ ես այդ ձև վերաբերելու։ Իսկ մենք դրանից 2018 թվականին, ինչպես ասացի, դրա համար դուրս էինք եկել պայքարի։ Ի վերջո, քանի որ իրանք անկարող են հաղթել Նիկոլ Փաշինյանին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ավելի աշխատասեր է, երևակայությունը ավելի ճկուն է, ավելի վճռական է, անձնազոհ է, ասենց երեխեքին էլ է զոհում, вообще վեճը չի էլի, ում կզոհի հանուն Հայաստանը Արցախը քանդելու, այսինքն թուրքական քաղաքականության խորհրդանիշ է Նիկոլ Փաշինյանը։ Իրանք պատրաստ են ամեն ինչ զոհել, հա, բանի համար, իրանց պետության համար։ Հիմա, բայց քանի որ իրանք անընդհատ կրվում են, փաստորեն իրանց դոֆամինը նվազում է։ Հիմա երբ որ իրանց նվազում է, իրանք սենց ընկճախտի մեջ են, սենց դեպրեսիայի, դեմոտիվացիոն, չգիտեն ում մեղադրեն եւ սկսում են մեղադրել այլոց եւ ով պետքա լինի թույլը ով է այդ պարագայում ժողովուրդը, բայց մեր խնդիրը ժողովրդին ուժեղացնելն է, ոչ թե ընկճախտի հասցնելն է։ Այս նախկին մշակույթը այն ինչ որ արվում է, հա, ասենք չհամագործակցությունը, բանը իշխանատենչությունը,
այդ ինչի մասին որ խոսացինք, այդ փնովումը ժողովրդին եւ այլն բան, երևակայողներին շարքից դուրս թողնելը եւ այդ սխալ բաշխվածություն անելը, հա, այդ տեղերը սխալ կառուցելը, puzzle-ը սխալ հավաքելը չի լինելու։ Չի կարող զապարոժեցը, ասենք Տեսլային հաղթի։ Մեզ նոր մեքենա է պետք այդ հաղթելու համար։ Դրա համար այդ 60% է այդ սոցիոլոգիական հարցումներով, այդ որ մեծ մասը ոչ ես կոմ ոչ են կոմ, դրա համար չի ուզում։ Չի գնա այդ նախկին մշակույթը ի վերջո հեղափոխությունների ընթացքում մարդիկ բան են անում, զարգանում են մարդկությունը։ Ու մարդկությունը ո՞նց է զարգանում։ Մարդկությունը ինչքան զարգանում է, այնքան դառնում է մարդասեր։ Գիտությունը ինչքան զարգանում է, այնքան դառնում է ավելի մարդասիրական, չէ՞։ Օրինակ վերցնենք բանը ժամանակին, ասենք այդ դիսլեքսիկներին հալածում էին կամ դպրոցում նվաստացնում են, որովհետև մարդը չի կարողանում գրի, չի կարողանում կենտրոնանա, ասենք կարողա տեղ թոդիկը գալ ծեծեր այդ երեխուն։ Հետո բայց բժշկությունը պարզում է, ասում է, բայց ինքեր էս մարդիկ հիվանդ են, ասենք դիսլեքսիա կա։ Ու պարզվում է, որ դրա այդ իմանալուց հետո սկսում են այդ մարդկանց արդեն բուժել։ Ոչ թե բուժել չի բուժվում իհարկե, բայց բուժել եւ վերաբերմունք փոխել մարդկանց։ Բայց բանն ու հա, բանն ավելի նորմալացնում են իրավիճակը, էլի այդ մարդուն։ Հիմա նույնն էլ էստեղ է։ Մենք ասենք 90-ականներին այդ սովետը քանդեցինք սովետական անարդարությունների համար, ի վերջո 2018-ը այդ 90-ականների անարդարությունն էր։ Հիմա մենք կարող է Նիկոլին հաղթենք, ընկնենք նոր անարդարությունների դարաշրջան, բայց մենք չենք Նիկոլին չենք հաղթելու, ընկնենք հին անարդարությունների դարաշրջանը, էլի, ասենց բանը։ Ու սրանից հետևում է, որ այո, մենք այդ հաղթանակը գրանցելու ենք նոր մեքենայով։ 2018 թվականին մենք մշակույթ ենք մերժել։ Մենք Նիկոլ չենք բերել, մենք մերժել ենք այդ մշակույթը։ Վերջապես ժողովուրդը նաև մերժել է թայֆայաբազությունը, որովհետև ամբողջությամբ թայֆայաբազա, Նիկոլ ենք, տեսակ, այն ամբողջությամբ ավելի ծայրահեղ թայֆայաբազությունը կարող է հմեկ բերեն բանին, այդ քահանային, որը կարգալույծ է, էշություններ խոսա, հետո բանը, հեսա պաշտոն նշանակեն, կամ բանը, ամբողջ ԽՑԲ վիճակա, չէ, օրինակ Սոնա Ղազարյան կա, պատգամավոր, որի ամուսինը Դավիթ Բանուչյանը կինոֆոնդի բանն է, տնօրենը, այս կինոյի հիմնադրամի տնօրենը։ Հա, կինոյի հիմնադրամի տնօրենն է։ Ու ես նոր եմ իմացել ճիշտն ասած, բայց զարմանալիորեն դրա մասին, երբ որ մենք խոսում ենք կինոյի օրենքներից, այդ կանոնադրությունը, երբ որ ստեղծվում էր բանման, այդ խոսակցությունը չկար։ Հետո ես որ իմանում եմ, ասում, բայց սա է խնդրեմը, երբ որ ընդեղից ունես դու падգամավոր օրենքը ստեղծում է իր ամուսնու համար։ Ինքը շահագրգռված է, որպեսզի իր ամուսինը այնտեղ հետո բարձվեց չէ Netflix-ի հետ կապված այնտեղ փուչիկներ էին, բանա եկա ինչ-որ կոռուպցիոն բաների մեջ, բացահայտվեց այդ հետաքննական դրսից լրագրողներն էին բարձել, Հայաստանում շատ մեծ արձագանք չգտավ ցավոք սրտի։ Իդեպ կինոյի ոլորտը հենց դուք այդ ոլորտում լավագույններից եք այս բանը։ Շատ կան լավագույններ։ Կինոյի ոլորտում նոր օրենքներ են, հա, գրվում, որոնք, այսպես ասած, կինոարտադրողի եւ առհասարակ մարդու իրավունքներն են խախտում սահմանադրական նորմերով։ Դրանց մասին ինչ կասեք։ Դե օրինակ հիմա մի հատ խումբ է ձևավորվել այս կինոյի պաշտպանության, որոնք այդ պայմանագիրն են մեջտեղ գցել, որ հիմա արդեն կան այդ ապօրինի ստեղծված հիմնադրամով բաներ դիմացներ եւ հաղթածներ մրցույթի ու հիմա պայմանագիրն են մեջտեղ գցել, որտեղ այնտեղ վերադարձի բան են նախմցել, որ այսինքն դու պետքա կինո նկարես, որ այդ բիզնես են սարքել, էլի, այսինքն կինոտ նկարում ես, հետո պետությանը պետքա փողը վերադարձնես։ Այսինքն պետությունը ոչ թե աջակցում է կինոյին, այլ բան է անում, ասում է դու պետքա այդ արածդ վերադարձես։ Պլյուս վերահսկողությունն են ահավոր։ Ցենզուրա է, ինչու է այսպես ասած։ Լրիվ ցենզուրան մեջնա թե բանի կինոյի այս օրենքի փոփոխություններով են դա արել, այնտեղ գույքային իրավունք, հեղինակային իրավունքին են վայիս եղել մեր լեզվով ասած եւ ինչպես նաև դրսի հետ համարտադրության հնարավորություններն են նվազեցրել եւ ինչպես տեսանք այս բանը իրական Ադրբեջան բաներ, չէ, հայեցակը գեղագիտական այդ տեղորոշման բաներ հայեցակարգն է, որը մեկ մարդու բանն է, պահանջն է, թե ինչպիսին պետք է լինի արվեստը եւ մշակույթը Հայաստանում։ Եվ այդ ամբողջությամբ այդ իրական այսինքն Հայաստանի կինոգործիչը այնպիսի կինո պետք է նկարի, որը համապատասխանի ադրբեջանական քարոզչության ստանդարտներին։ Ճիշտ է, այնտեղ լեզուն փոխած է, մեր լեզվով է գրած, ասենք
իրական Ադրբեջանի փոխարեն գրած է իրական Հայաստան, բայց ամբողջությամբ այդ խաղաղության քարոզ, որ պետքա ռազմական քաոս չլինի, պաթոսը չլինի, իրանք պաթոսից մեռնում են այդ խաղաղության պաթոսով, ծնկի է իջնում անընդհատ այդ մարդը եւ այլն, բայց բան պաթոսը մեր իրավունքների պաշտպանության պաթոսի հետ խնդրեմ ունեն։ Այսինքն թե Ադրբեջանին պետք է իրանց մոտ ռազմական պաթոսը, որպեսզի Հայաստանը գրավի, բայց Հայաստանում Ադրբեջանին պետք է խաղաղության պաթոսը, որպեսզի հայերը չդիմադրեն, որ Ադրբեջանը գրավում։ Եվ սա ամբողջությամբ իրական Ադրբեջան այդ հայեցակարգն է։ Հայրենասիրության մասին խոսենք։ Հայրենասիրությունը բոլորի ընկալումների մեջ այնքան տարբեր է։ Այդ շատ խնդալու բան է, որովհետև այս մանավանդ Նիկոլի պայմաններում Չնայած դրանից էլ առաջ, բայց հատկապես Նիկոլի պայմաններում, երբ որ դավաճանության հետ գործ ունենք, հայրենասիրությունը մրցակցություն ոնց որ լինի, մրցում են մարդիկ, թե ով է ավելի հայրենասեր։ Բայց բացառապես Facebook-յան ստատուսներով եւ բաներից այդ ամբիոններից, չէ, բան sense տարբեր, կենացներով բան, իմիջիալուց կենացները սրանք որ փնովում են, կենացը շատ կարևոր բան է եւ ես խորհուրդ եմ տալիս բոլորին անպայման կենացով հաղորդակցվել իրար հետ։ Կարանք ավելի խորանանք այս թեմայի մեջ, բայց վերադառնանք հայրենասիրությանը։ Հիմա այս հայրենասիրությունը ասվածը ինքը այնքան ընկալելի բան է, որ ոնց որ ոտու բան ձեռուն ես, որովհետև հայրենասիրությունը ցույց է տալիս պատկանելություն։ Եվ քո պորտը մամայից հետ կտրում են, դու զարգանում ես ինչ-որ միջավայրում, ու այդ միջավայրը սկսում ես սիրել։ Կապված ես։ Ոնց է ֆուտբոլիստը խաղում է մի թիմում, պատկանում է այդ թիմին, ոնց է պատկանելիությունը, սիրտը բանը, հոգին այդ թիմում, ինքը սիրում է այդ թիմը։ Եվ ասել հայրենասեր մարդ, դա նույն բանն է, ոնց որ ասես մարդը ունի ոտու ձեռ։ Որովհետև այո, մարդը ի սկզբանե ինքը տենց ապրիորի հայրենասեր է։ Հիմա ոնց է լինում մյուսների դեպքում, որ իրանք հայրենիք են լինում, չեն գիտակցում այն միջավայրի արժեքը, որում ծնվել, մեծացել են։ Դե նոր հայրենիքներ են ստեղծվում։ Այդ իրանք փոխում են իրանք բնական լանդշաֆտից, հա։ Օրինակ, ես 20 թվականից հետո երբ պատերազմից վերադարձամ, անդադ մտածում էի, լավ, ո՞րն է այս պատճառը, որտեղից թվում էր ես հեսա պատերազմից գալու եմ, իմ բոլոր ընկերները բան, ասենց դուրս են գալու, Նիկոլին հեռացնեն, որտեղ մենք բոլորս այդ Արցախի հետ ինքնորոշմամբ ենք ապրել 16 թվականի այդ պատերազմն եմ հիշում 4 օրյա, երբ որ ասենց բոլորս միասին մտածում էինք ինչա պետք անել։ Գալիս եմ տեսնում եմ մեկ էլ ընկերներիցս մեկը, որը բեմադրում է բռնաբարության մասին ներկայացում, կանանց բռնաբարության մասին ներկայացում էր բեմադրում, մեկ էլ բան է, այդ նույն օրը հրապարակվում է, որ 19 հոգի խոշտանգելով սպանել են մերոնցից 4-ին, մեկ էլ նույն օրը ինքը շնորհակալություն է հայտնում այս իշխանությանը, որ այդ հայրենիք կինոթատրոնի մոտի այդ անցումը սարքել են, ինչ որ այդ քար էր ընկել, այդպես քարը բերել են ասում են էսի չկա։ Քո պատկանելիությունը փոխելու խնդիրներ են իրենց առաջ տանում։ Հիմա վերցնենք հենց դիցուկ մանուկ Նիկոլ Փաշինյանի դեպքը, ես չգիտեմ իսկապես տենց է թե տենց չի, բայց այդ մարդուն երբ որ ասում են այդ չեր այնտեղ բաներ, չգիտեմ, գյուղի զուգարաներ մաքրում, բան ճնշում էին, դա աննորմալ է, դու քո չես կարա քո երկրի երեխայի հանդեպ տենց վերաբերվես։ Երբ որ դու տենց ես վերաբերվում, ինքը պոտենցիալ դառնում է պատկանելիությունը փոխող։ Եվ Թուրքիան բնականաբար ինքը կուզենա, որպեսզի իր պատկանելիությունը փոխի եւ դարձնի նոր պատկանելիություն դնի մեջ, ասենք թուրքական։ Արևմուտքն է շատ լավ այդ հարցում աշխատում։ Մանավանդ մշակույթի ուժը հենց այդ պատկանելիությունը փոխելու գործում է շատ ուժեղ։ Դրա համար է մշակույթը շատ կարևոր։ Օրինակ տեսեք Ֆրանսիայի Փարիզի Աստվածամոր տաճարը, չէ՞, երբ որ վառվում էր, մենք ստեղ ահաբեկվում էինք, բայց նա մեզնից ինչ-որ հեռու տեղ է։ Բայց երբ որ ISIS-ը ասենք գրավում էր Սիրիայի այդ բազմադարյա բաները բարբարոսավար քանդում էր, մեզ համար այդ նույնը չէր։ Կամ Արցախում հենց հիմա ասենք Տանձատապի եկեղեցին չկա, կանաչ ժամը չկա, Ղազանչերսոցն նենգա փոխել, Սուրբ Համբարձում եկեղեցին Բերձորի ավերել են, բայց ինչ որ մարդկանց համար, մեզ համար այդ պատկանելիության զգացումից մեզ սիրտը բան նվաղում է, բայց կան մարդիկ, որ այդքան էլ չի։ Եվ այս իմաստով արևմուտքը այո, այդ հատկապես արվեստի գործիչներին, որոնք սիրում են անկախ լինել, ինքը կարողացել է բան անել, պատկանելիությունը փոխել, գրավել նրանց հոգին եւ նոր հայրենիք տալ։ Այդ ես քանի որ աշխատել եմ հենց իրավապաշտպան կազմակերպություններում, հետո ես որ սկսում եմ ինքս ինձ վերլուծել, թե ինձ հետ ինչ էին անում, հասկանալով քաղաքական տեսությունները, սկսում հասկանալ, որ իրանք փորձում էին պատկանելիությունը փոխեին։ Բայց խնդիրը ստեղաներ երևի իմ պարագայում, որ ես իմ ինքնության հետ շատ եմ կապված, որովհետև նախնիներիս ուսումնասիրությամբ եմ կապել, հա, իմ ինքնությունը, ասենք իմ գոյության ակունքների մեջ եմ խորացել։
ու գուցե դրա համար այդ 2020-ից հետո կամ թեկուզ 18-ից հետո բան եղավ ինձ մոտ այդ արկայծումը, հա, այդ բանը բացվեց տեսարանը, բայց հիմա երբ որ այդ պատկանելիությունը ասացի փոխում են, ընդ որում վատը գիտեք ոնն է, որ քանի որ արևմուտքին պետք են տաղանդավորներ, իրենք պատկանելիությունը փոխում են պարտաճանաչների, տաղանդավորների, հա, այս մարդկանց ու իրանք շատ լավ են սկսում աշխատել իրանց համակարգի մեջ։ Հիմա վերադառնալով հայրենասիրության թեմային, ինձ բացարձակ չի հետաքրքրում թե ով է հայրենասիրության մրցակցության մեջ։ Երբ որ ինձ ասում են հայրենասեր ես դու, ինձ համար դա խնդրեմ է, ես բան եմ, կոգնիտիվ դիսոնանսի մեջ եմ, կարճ միացում է ինձ համար, ինչ է նշանակում դու հայրենասեր ես։ Ես կուզեմ առավելագույնս պարտաճանաչ լինեմ, առավելագույնս աշխատասեր լինեմ, առավելագույնս էներգիա ունենամ, առավելագույնս կարողանամ համագործակցել, առավելագույնս չնեղանամ մեկը մյուսից։ Այսինքն ինձ համար արդյունավետությունն է էական դարձել հատկապես 2023-ից հետո Արցախի այդ վերջնական ժամանակավոր տվեց, բայց այդ պահին վերջնական։ Այսինքն ինչ է, եթե հայրենիքի համար ես անում, ուրեմն պետք է անդադ զարգանաս, պետք է լավագույնը լինես։ Ամենաերևակայողը, ամենատաղանդավորը, ամենահամագործակցողը, ամենաուրիշին թիկունք կանգնողը, ամենապարտաճանաչը, այստեղ պարտաճան հայերի մեջ պարտաճանաչության խնդիր կա, չէ՞, ամենտեղից ուշանում են։ Հիմա պատկերացրեք այդ պրոյեկտում ենք, այդ նույն հասարակությունը գնում է բանակ։ Բանակա գնում, զինվոր այնտեղ կռվում է, փամփուշտը վերջանում է։ Ես գնում եմ, հա, դե կհասցնենք էլի այդ փամփուշտը, բանը, մեռնում է զինվորը։ Չեղավ, չէ՞, այսինքն այդ բաները մենք այդ ոնց է ամեն օր մտածեք 1%-ով մեզ ավելի կատարելագործելու մասին։ Եթե իսկապես տենց հայրենասեր ես, հա, չէ՞, բանը ու այդտեղ մրցակցենք։ Ով ավելի պարտաճանաչ, ով ավելի երևակայող, ով ուրիշի միտքը զարգացնող, որտեվ կարող է սկսեն ով ավելի երևակայող, սկսեն բան անել, իրար քցել։ Հա, կազմակերպչական աշխատանքներում ով ավելի եկեք հանենք այդ ով մրցակցությունը հանենք, ինքդ քո հետ մրցակցես, այսինքն իմիջիալից Մոնթեի բանն էլ էր, այդ տեսակետն էլ էր, որ դու ինքդ պետքա քեզ հետ մրցակցես, ամեն օր դու ոնց որ ինքդ քեզ լավը սարքես, ոչ թե ուրիշի դիմաց քեզ լավը սարքես։ Մի խոսքով դրա համար ես խորհուրդ եմ տալիս բոլորին թարգել այդ բանը, այդ հայրենասիրությունը, ասել մենք երկու ոտք ունենք, այդ լոզունգները եւ աշխատել ինքներդ ձեր զարգացման վրա։ Արդյոք 2026 թվականի ընտրություններն են, Նիկոլ Փաշինյանի խումբը շատ լավ է աշխատում, վերջերս էլ հայտարարվեց, որ բարձրանում է, հա, կենսաթոշակների չափը, բանակը քանդելու հաշվին իհարկե, բայց դա շատերը չեն նկատում, որ բանակի, հա, բյուջեն կրճատվում է, այնուամենայնիվ մարդը մեծ քայլերով առաջ է գնում եւ շատ հավակնոտ ծրագրեր է ներկայացնում իր ընտրողներին։ Նախ 2026 թվականի ընտրություններին ինչ արդյունքեր լինի, մենք մեզ պարտված չենք համարում։ Սա մեկ, սա շատ կարևոր է։ Ես ինքս ինձ տրամադրել եմ 2026 թվականի ընտրություններից հետո ինչ պետք է անեմ։ Այսինքն ինչ անեմ հիմա, որ հետո ժողովուրդը նորից այդ ընկճախտի այդ ժողովուրդը ասում ինձ նկատի ունեմ նաև էլի, ես չեմ առանձին չեմ ժողովրդից, ես լրիվ ժողովրդի։ Պետք է չկոտրվել 2026 թվականի ընտրությունից հետո։ Ու որպեսզի նաև չմեղադրեմ ուրիշներին, չէ՞, տենց ու դրանից հետո սկսվելու է, արդեն իրանք ցույց են տվել, որ ընտրությունն է լինելու, դրանից հետո սահմանադրության փոփոխություն պետք է անեն եւ այլն։ Նախ, որ ընտրություն անելը դա շատ վատ է, լավ կլիներ մինչև ընտրություն սրա հարցը լուծեինք։ Բայց մենք տեսնում ենք, որ մենք պետք է իրականությունը հաշվի Կարապի լճի տեսության մասին, Կարապի լճի, Սև Կարապի տեսության մասին գիտեք։ Ուրեմն Սև Կարապները, Սև Կարապի տեսություն պատահականությունների մասին տեսությունն է, որ մարդիկ միշտ գիտեին, թե կան միայն սպիտակ կարապներ, հա։ Հետո Ավստրալիայում մեկ էլ հայտնաբերում են, որ կա Սև Կարապ։ Այսինքն եկեք նաև այդ Սև Կարապը հաշվի առնենք, որ կարող է գոյություն ունենալ մինչև ընտրությունները։ Դիմացի Էջմիածնի ընտրություններն մենք հասկանում ենք, որ Փարաքարի համայնքապետի դեմ ահաբեկչությունը սրա հետ էր կապված, հիմա Գյումրու քաղաքապետին են վարկաբեկում, որպեսզի նրա հետ ինչ-որ նույնիսկ ընտանիքի անդամների, չէ՞, տղային ձերբակալեցին։ Այդ օրինակի պատկերացրեք, եթե մենք մեծ ընտանիք ենք, չէ, ազգ ընտանիք ենք, մենք մեր հաշվե հարդարներում չենք օգտագործի
երեխաներին չենք նստացնի, ասենք որ հետ խնդրեմ ունես երեխային կամ բան Հրայր Թովմասյանի ժամանակ որ գործ էին գլխին սարքել տարեց հոր մոտ էին ուղարկի ածային այդ մարդն է հիվանդ այնտեղ մենք դες բան չենք անի սրանից ենթադրվում է որ մենք կապ չունենք մի իշխանության հետ որը ունի Հայաստանի պատկանելիություն հա ինքը պատկանելիություն ունի բանի Թուրքիայի որտեվ Թուրքիա կանի տենց բան իրան գիտեմ մեկ է երեխային էլ կսպանի մենք գիտենք հղի կանանցել են սպանում իմիջիալ շատ խորհրդանշական է այն դեպքը որ տեղի ունեցավ նաև սրանց մասնակցությամբ նախ լավ կլիներ որ դա լինի որովհետև ստեղ մի հատ ծուղակի մեջ է ինքը գցում որ մենք հələ չենք տեսնում բայց երևում ծուղակներ ու թակարդներ էս կառավարության հետ ամենուր կան նայեք ինքը նույն ծուղակն է գցում ինչ որ Արցախում գցեց ինքը ստեղծում է մի հատ իրավիճակ որտեղ եթե ինքը չլինի պատերազմ կարա սկսվի 44 օրյա տեսած ազգ ենք մենք արդեն տեսել ենք չէ ինչպես են մեր որդիները զոհվում եւ ինքը արդեն ասում է եթե ես չլինեմ գալիս է պատերազմի կուսակցությունը պատերազմի ղեկավարները բայց իրականության հատիկ կա որովհետեւ ինքը մի հատ բանակցությունների է տանում դիտավորյալ որից եթե դուրս չես գալիս հանձնում ես գցում ես Հայաստանի շրջափակման մեջ դատարանից հանում ես հայերի դեմ ոչրագործությունները հա նոր տարածքներ ես տալիս Ադրբեջանին ու ինքը արդեն խրվում է Հայաստանի մեջ ու կարա հանգիստ ես թաթիկով Երևանին խփի ու բանը եթե դուրս ես գալիս բանակցություններից ամբողջ քո բանը շրջաններով Սյունիքում ասենց բորենիների պես նստած սպասում են հարմար պահի 5 րոպեում Նախիջևանից ու բանից այդ իշխանասարի կողմից Սիսյանի ասենց կարան կպնեն իրար հենց դուրս ես գալիս ներքին հանդը լրիվ կիսաշրջափակման մեջ մի գիծ կա ղափանում է բաները այդ դրոշները օդանավակայանի մոտ բորենիների պես սպասում են այդ պահին Հիմա այդ շատ վտանգավոր բան ու պլյուս դրան քանի որ սրանք գեր դավաճաններ են կամ գեր ժամանակակից դավաճաններ դրան զուգահեռ աճում է բանը այդ ոնց ասեցինք հայրենասիրությունը հեսա գնանք փրթենք թափենք բան ու պատկերացեք սրան հանում ենք գալիս է այս մտածողությունը ժողովրդի մեջ արդեն ծրագրավորված է որ հեսա գնում ենք գրավենք պրծանք սրանից գրավում ենք իմիջիայլոց Կիպրոսում է տենց եղել ու բանը սրանք սկսում են հարձակվել որովհետև դե պատերազմի բան են տալիս ժողովուրդը էլի ես ժողովրդին առաջարկում եմ շատ իմաստուն լինել նախ չնեղանալ գտնել բանը հասկանալ հանգամանքները եւ այլն հուսով եմ սա նախաստորագրել են չէ այդ ամեն ինչը հուսով եմ ստորագրմանը չի հասնի, այսինքն ընտրություններից շուտ կգցենք, բայց ընտրությունների եթե գնալու ենք, ընտրություններից առաջ հաստատ ստորագրելու են, մի հատ էլ էյֆորիա գցեն, այդ դոֆամինները ասենց բարձրացնեն ժողովրդի, հետո որ ցեղասպանեն։ Մի քանի գերի կազատեն, քաղաքացիական, ռազմաքաղաքականը ուրիշ բան է, հա։ Տնտեսական գործակցի մասին են անընդհատ խոսում, Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ամեն ինչ էժան կլինի, Հայաստանում չգիտեմ։ Հա, բան են կաշառում են, էլի փող են տալի առես փողդ վերցու ցեղասպանվի փողդ վերցրու քո ընտանիքի անդամներին տուր ասենք այս չէ դե կաշառակերության մեջ են գցել էլի բայց նոր տեսակի այդ պատմությունն է ինչ վերաբերում թոշակների հետ կապված օրինակ Հայակվե ազգային քաղաքացիական միավորումը հետազոտություն է արել սոցիալ-տնտեսական հանձնաժողով ու Հրայր Կամենդացյան տնտեսագետ ինքն է այդ ղեկավարում որ հնարավորություններ է ցույց տվել հաշվարկներով որ հնարավոր է թոշակները 50%-ով ավելացնել բայց բանակի բյուջեն չկրճատել հաշվին ոչ բանակի բյուջեի հաշվին չէ ոնց է սրանք են անում չէ դե պահանջներից մեկն է որ բանակը քանդեն ու այլ այնտեղ ես հիմա մասնագետ չեմ ու ճիշտ ասած շատ էլ չեմ հետազոտել, բայց մի օր օրինակ Հրայր Կամենդացյանին կանչեք ինքը բացատրի այդ հաշվարկը, հիմա դրա վրա process է սկսվելու, այնտեղ պահուստային ֆոնդ կա, պարգևավճարները սրանց, որ այդ հսկայական գումարներ են, հա, որ էլի կաշառք էր։ Իրականում այդ պարգևավճարն էր կաշառքի տեսակ, որ պահեն իրանց մոտ այդ պետական աշխատողներն էլ դոֆամինը շատացնելով մեծ ցեղասպանեն։ Այնտեղ ասում են միայն պարգևավճարները չէ, այնտեղ ասում են գործիքներ այլ կան, կոմպրոմատներ կան, ամեն մեկին մի ձևով պահում։ Դրա ինձ այդ թուրքական քաղաքական երևակայության մեջ դա է դուր գալիս։ Գիտեք, մենք հայերս ասում ենք դե հնարավոր չի
ասենք այս մի մարդու մասին թեկուզ խոսանք, որը ասենք Նիկոլի ամենասենց մոտիկն է, հա, ասենց ամենանիկոլականն է, դե մեկը ինքը տենց է մնալու։ Իսկ թուրքական քաղաքականությունը տես չի ասում, ինքը ասում է բոլոր դեպքերում եկեք փորձենք, գտնենք ձևերը, մեկին կոմպրոմատով, մեկին փողով, մեկը վարկերի տակ է, մեկի մայրն է հիվանդ, մեկի երեխան է հիվանդ, որ իր բուժումը պետք պատվեր տակ դնենք, որ լինի, ու մենք էս պետքա բոլորը էս ընկալենք, որ հասկանանք, որ մեր ընտանիքի անդամները ամեն մեկը պրոբլեմ ունի եւ այդ պրոբլեմից օգտվում է թշնամին քաշելով իր կողմը, հա, բայց մյուս կողմից պետքա այդ հավանականությունը, որ հնարավոր է նրանք այդ վիրուսը հանել նրանց մեջից, չբացառենք, ի վերջո մենք տեսանք Հովիկ Աղազարյանի այդ բանի պատմությունը, հա, օրինակ այդ լրիվ բան էր, Սև կարապ էր Հովիկ Աղազարյանի պատմությունը։ Նախ Հովիկ Աղազարյանը եկավ ապացուցելու, որ նախկին նիկոլական չի լինում։ Այդ ուրիշ հարց։ Չէ, նախ որ համակարգը փոխվի, երբ որ Նիկոլը չլինի, էլ չի լինի Նիկոլ։ Հիմա ասենք կոմունիզմը փլուզված, կոմունիստները կամաց փլուզվեցին։ Բայց ես տենց չեմ տեսնում այս աշխարհը, հա, այս որ նախկին նիկոլական լինում է, թե չէ։ Պետք է համակարգ, որտեղ մեկս մյուսին չասի, բան, դու նիկոլական ես կամ նիկոլական չես եւ այլն։ Մի հատ արդար համակարգ է պետք եւ արդարությունը ինքը վերացական բան չի, երկու արիստոտելյան երկու կանոն կա, որ պետքա հետևես։ Մեկը թույլին չես ճնշում, մյուսը օրենքները չես խախտում։ Օրենքները զարգացնելը ուրիշ բան է, պարտադիր չի քարացած լինես, որ sense մենակ օրինական բան է։ Բայց հա, այս երկու կանոնը պահում ես, թույլին չես ճնշում եւ օրենքները չես խախտում, այսքան բան։ Ու այս կիրառությամբ դու բան ես անում։ Այդ հասարակության ստեղծում ես, որտեղ մեկը մյուսին այդ պիտակներով չի, որտեղ նորմալ չի, որ ընտանիքի մեջ մարդը մեկը մյուսին այդ պիտակներով անում։ Ի վերջո մեր նպատակը ո՞րն է, այս ազգային նպատակը, որ ասենք, հա։ Մենք անընդհատ ուզում ենք այդ մեր բանը, քարտեզը գծել, վերադառնալ այդ քարտեզին եւ Արարատ, բայց մենք մեզ հարց տալիս ենք, իսկ ով ենք մենք այս աշխարհում։ Ի վերջո այս երկիր մենք բացի հայ լինելուց նաև երկիր մոլորակի բնակիչներ ենք։ Երկիր մոլորակը մեր տունն է, չէ՞։ Թթվածինը շնչում ենք, այդ ուտելիքն է բանը ամեն ինչը այդ եւ այլն ճամփորդելը եւ այլն։ Այս մոլորակը, այս բանը, այս տրիլիոնավոր 2 տրիլիոն գալակտիկաների մեջ մենք հնարավորություն ունենք այստեղ կյանք ունենալու։ Հիմա մենք ինչ ենք անում այստեղ։ Մենք արդյոք մենք միայն նպատակ ենք գնում Արարատին հասնելու, թե մենք հայերս նպաստում ենք, ներդնում ենք աշխարհի զարգացմանը։ Ի վերջո, ասենք 5 միլիարդ տարի հետո տեսություն կա, որ արևը կլանելու է երկիր մոլորակը։ Չէ, 5 միլիարդ տարի հետո ես եւ դուք հավանաբար չենք լինի, եթե ռեինկարնացիա գոյություն չունի, բայց ամեն դեպքում այդ տեսությունը կա եւ մենք սիրում ենք, չի ասել, մեր երեխաների համար ենք անում։ Հիմա 5 միլիարդ տարի հետո երեխան էլ է մեր երեխայան։ Արդյոք հայերը մասնակցելու են այդ sense երազային միջ գալակտիկական ճամփորդությունները ստեղծելու նոր աշխարհ ստեղծելու process-ը։ Հա, ասենք այդ մենք ի վերջո գալիս է Հայաստան, հետո գալիս է երկրագունդը կամ մեր տարածաշրջանը, հետո երկրագունդը, հետո գալիս է մեր գալակտիկան, Ծիրկաթինը, հետո գալիս է արդեն այդ տիեզերքային մյուս գալակտիկաները եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք ես չեմ ուզում մենք մեր էգոիզմով սահմանափակվենք մենակ այս տարածաշրջանում եւ մենակ երազենք Արարատի մասին։ Մենք այս աշխարհում անելիք ունենք եւ ամենանշանակալի անելիքներից մեկը Ադրբեջանի դեմ մենք երբ որ կռվում ենք ու Թուրքիայի մենք արդյոք կռվում ենք որ մենք հայ ենք դրա համար մեզ են վատությունը թե արդյոք մենք այդ մշակույթը չենք ընդունում մենք այդ քաղաքակրթությունը չենք ընդունում ի վերջո թուրքական քաղաքակրթությունը որն է ինքը ասում է բոլորդ պետք է լինեք թուրք ով թուրք չի վատնա սա ֆաշիստական այդ հիտլերյան բանն է պրոյեկցիան է թուրքականի վրա իրանք այդ են հիմա իրանք մեզ թուրք են չէ սարքում ինչի համար է Նիկոլ Փաշինյանը այդ ազգային այդ սյուները ջարդում որպեսզի մենք դառնանք թուրք հիմա բայց մեզ հետ է մենակը տենց վարվում ոչ հույները ասորիները եզդիները զազաները քրդերը չնայած զազաները ասում են քուրդեն ինչ որ է իսկ ադրբեջանը թալիշները լեզգիները չէ հիմա օրինակ թալիշների 3 առաջնորդի երկուսի բանտում սպանել է Ադրբեջանը մեկին աքսորել էին 90-ականներին Ադրբեջանից աքսորել էին միջալուց մեկին ապոզոդեին 2020 թվականի նոյեմբերի 9-ին են սպանել բանտում այսինքն այդ Շուշին հանձնելու օրը նաև թալիշների առաջնորդները եղած չեն թողնում իրենց լեզուն
սովորեն դպրոցները նորմալ, իրենց մշակույթը իրացնեն։ Այսինքն ճնշում են այդ մարդկանց։ Հիմա այդ մարդիկ չեն կարող աշխարհին զարգացմանը ներդնում անեն իրենց լինի մշակութային թեև գիտական, որտեղ սրանք ֆաշիստ են, վերացնում են։ Հիմա մենք ինչ որ անելիք ունենք այդ քաղաքակրթության մեջ, որտեղ պետքա այդ ազգերը եւս մեզ հետ մասնակցեն աշխարհի զարգացմանը, թե մենք զուտ էգոիստ ենք, միայն մեր ցեղասպանությունն է եւ մենք դրանով ենք սահմանափակվում։ Իմ տեսակետով մենք պետք է նաեւ ազատագրենք այդ բաներին, ազգերին եւ ինչպես նաեւ Ադրբեջանի ժողովրդին, նրանց պետք է Ալիևյան ռեժիմից ազատագրել։ Նրանք արժանի չեն Ալիևյան ռեժիմում ապրել։ 2018-ին շատ հավատացած էի, որ արժեքային հեղափոխություն է սա նաև։ Ես մտածում եմ, որ դոմինոյի էֆեկտով սենց գնալու էր Ադրբեջանում էլ այդ ամեն ինչը փոխի, բայց բարձվեց բանը, չէ՞։ Դե դա էլ է հետաքրքիր։ Ես լիահույս էի, որ մտածում եմ, որ Ալիևյան ռեժիմը այլևս չէր լինելու։ Դա էլ է հետաքրքիր, որովհետև եթե մենք նայում ենք էլի աշխարհի կոնտեքստով, մենք կնկատենք, որ այնտեղ էլ էին փորձում գունավոր հեղափոխություններ անել։ Չէ՞ որ այնտեղ էլ ազատություն։ Բայց Ալիևյան ռեժիմը այդքան ուժեղ էր, դրա համար ինքը դիկտատորական եւ անարդարության սկզբունքով բոլորին պարզապես հանում էր երկրից դուրս էին բանտարկում էր լրագրողական։ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ իմաստով մենք շատ ազատ էինք։ Իրավապաշտպանական խմբերը, մեդիան եւ այլն, որտեղ Սերժ Սարգսյանի ժամանակ այնտեղ որոշակի հակառուսական էլեմենտներ կա հանրապետականի մեջ։ Իմիջայլոց այդ իրավապաշտպանները ուր են, որ այսօր ամեն քայլափոխի, ամեն ժամ, ամեն րոպե մարդու իրավունքներ է խախտվում։ Այդ արդեն փակված թեմա է ինձ թվում։ Այսինքն իրենք աշխատում էին այն ժամանակ, երբ որ կար հայ ժողովրդի, հա։ Նայեք, վերադառնալով էլի այդ բանին, հա, այդ մարտավարություններին, Թուրքիան ստեղծել էր Նիկոլ Փաշինյան, ենթադրենք։ Իսկ արևմուտքը, որոնք եւս իրենց շահագրգռվածություններ ունեն, ստեղծել էին իրենց իրավապաշտպանները, իրենց մեդիաները, իրենց բանակները։ Ես այն ժամանակ ջահել էի եւ վեհ գաղափարների համար էի պայքարում, ինչը նաեւ հիմա էլ եմ անում, նենց չի որ մարդու իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Սա իծն է դրվում է, հետո սկսում ես բան անել, գտնել դաշնակիցներ այդ հարցում։ Եվ արևմուտքը գալիս ասում է, գիտես ինչ կա, ես քեզ փող եմ տալիս, զբաղվի դրանով, թույն։ Համ ես զբաղվում եմ նրանով, ինչ sense վարվում եմ մեջս, համ էլ օրվա բանը, այն ժամանակ օրվա պիվայից փող ունեի։ Հիմա այս այդ պարագայում այդ իրավապաշտպանները ցույց տվեցին, որ իրենք այդ պատկանելիությունը իրանց արդեն ընդեղ է, դա պարտադիր չի, որ մարդը մտածի, որ ինքը իսկապես այդպես է։ Օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է գովում է ինչ-որ մի հատ բանի դերասանի, օրինակ Մկրտիչ Արզումանյանի։ Մկրտիչ Արզումանյանը պարտադիր չի, որ հասկանա, որ այս մարդը պարզապես այդ գովասանքով իր հոգին առնում է, որպեսզի դառնա նա Նիկոլա Պաշտպան եւ ատի մյուս այդ ազգային թևի ներկայացուցիչներին։ Պարտադիր չի հասկանա։ Հիմա նույնը բաների պայմաններում, իրավապաշտպանների։ Պարտադիր չի, որ իրանք հասկանան, որ իրանք պարզապես դառնում են այդ բանակի զինվորները։ Այդ հետո իրանք անցնում են այդ փորձը, փորձության մեջով են անցնում, եւ իրանք այդ փորձությունը տապալեցին։ Այդ իրավապաշտպանները, որոնք դարձան Նիկոլա Պաշտպան։ Ես այն ժամանակ, երբ որ իմ գործընկերներին ասում եմ, դուք ապուշ չեք, որ գնում մտնում իշխանության մեջ։ Դուք վակուումի մեջ եք գցում դաշտը։ Դաշտի մեջ ուրիշ բաներ, խնդիրներ կան ստեղծվել այդ վակուումի մեջ։ Հետո բայց դե փառքը եւ իշխանությունը ավելի կարեւոր էր։ Եվ այն ժամանակ Չէ, երևի դա էլ էր նույնիսկ քաղաքականություն, որ ներգրավվեին, հա, ՀԿ սեկտրի մարդիկ կառավարական կաբինետում, կառավարական կաբինետում ներգրավվեին, որպեսզի հետո թուլանային այդ կառույցները։ Իրանք էին այդ հեղափոխությունը անել։ Ով անում է, նա էլ գալիս է իշխանության։ Հիմա ասենք բանվոր դասակարգով այդ բոլշևիկյանը իրանք արեցին, իրանք եկան իշխանության։ Տենց բա իշխանությունը դա չէ, ձգտում ես իշխանության եւ դառնում ես իշխանություն։ Հովհաննես, եթե մարդու միջից հանում ենք ազգային տարը, պակամնում է ոչինչ, ու այդ մարդու հետ ինչ ուզես կարող ես անել։ Պարտադիր չի։ Մինչև այդ եղել են, չէ՞, մարդիկ, որոնք եւս եղել են կամ Չէ, փորձ է արվում նաև հավատ հանվել հանել։ Մեզ անհրաժեշտ է հիմա ազգայինի մասին, ազգայինի հիմքով պայքարելը, որովհետև դա է սրանց դեմն առնելու միջոցը։ Նայեք,
քանի որ այդ ազգային պետությունները արդեն տենց իրանց տրամաբանական շահանակությունով գնացին, հա, այնտեղ արհավիրքներ եղան, այնտեղ համաշխարհային պատերազմներ եղան, այնտեղ մարդու իրավունքների հռչակագիր եղավ ի վերջո, որ բոլորը հավաքվեցին, ասեցին եկեք լավ մի հատ նորմալ ապրենք, հետո Սովետ միության փլուզում եղավ, մենք ազգային պետություն ստեղծեցինք, մեր սա հռչակագիրը խոսում է մեր ազգային խմբի խնդիրների մասին եւ գալիս է մեկը, որ ասում է այս պետությունը, այս տարածքը, պատկերացրեք, սա տարածք է, ասում է այս տարածքում ազգային գաղափարախոսությունն է, պահում ես մարդկանց, ես չեմ կարող գրավեմ այս տարածքը, քանի որ ազգային գաղափարախոսության հիմքով են զենք վերցնում, զինվորները գնում կռվում, ես հիմա պետքա բան անեմ, ազգայինը փլուզեմ։ Եթե լիներ թագավոր եւ զինվորը կռվել թագավորի բանի համար, կյանքը տար թագավորի համար, չերես թագավոր պետքա, չէ, բան անեին, այդ հարցը լուծեն։ Հիմա չերես ազգային են լուծում, քանի որ այս տարածքի մարդիկ դրա շուրջ են համախմբված։ Բայց այս դիմադրություն, իմիջիայլից նոր մտքովս անցավ, կարող է եւ հենց ազգայինը չի մեր բանը դիմադրության հնարավորություն, կարող է միայն վերազգային ինչ-որ գաղափարը, որը մեզ պետքա այդ ուժը տա բանի սրանց դիմադրելու։ Պայքարի։ Հա, սրանց դիմադրելու, որովհետեւ ազգայինը ի վերջո նաեւ, բայց չկորցնելով ազգայինը, սա չի նշանակում, որ ազգայինը տապալում ես, բայց ազգայինի կարևորության ընկալումն է կարող է ձև։ Այդ խնդրեմը հենա որ փիլիսոփայություն չկա, հասկանում եք։ Մենք փիլիսոփայության այնքան ենք ձեռ առել, ցակ փիլիսոփաբան, բայց ինքը այդ ռելսերի վրա դնողը դա է։ Ես երբ որ ընդունվում էի գործերս տվել էի, որ պետքա ընդունվեի համալսարան, այդ բոլորը ովքեր որ մաթեմատիկա ֆիզիկա են հանձնում, վերջի տեղում գրում էին փիլիսոփայությունը, չընդունվեն այդ ասենք կիրառական ծրագրավորում պոլիտեխնիկի վետ են, ոչինչ, կընկնեն փիլիսոփայություն, տենց կսովորեն։ Այսինքն այդ է վերաբերմունքը եղել փիլիսոփայության։ Հիմա ես ինչ որ ասում եմ, սա պետքա փորձեն փիլիսոփաները մեզ օգնել այս հարցերի պատասխանները գտնելու։ Թե այս պայմաններում, երբ որ Նիկոլը եկել այդ ռելսերը քանդումը գնացքի, մենք ինչ ռելս կարանք դնենք, կարող է ռելս չի, կարող է սկսում ենք թրջկոտել եւ այլն։ Դրա համար պետք է փիլիսոփայական դպրոցը ուժեղացնել։ Ու հա, ինչի մասին էի խոսում։ Մենք այս խոսակցությունը տարանք մարդու բարոյականության վրա։ Եթե ազգայինը հանում ես, մարդը դառնում է եւ այլն, չգիտեմ ինչ, չէ՞։ Բայց կան բազմաթիվ մարդիկ, որոնք այդ ազգային բանով չեն ձևավորվել, ազգային, բայց բարոյական կոդերը իրաց մեջ չի բան արած, խարխլված։ Չէ, կլինեն, չէ, տենց մարդիկ կարծում եմ, ասենք, սրանք ինչ են ասում։ Կամ բան, ի վերջո քրիստոնեությունը ինչ է, ազգային չի, չէ, քրիստոնեությունը։ Ինքը վերազգային գաղափարախոսություն է, բայց իր պատվիրանները կատարողը պարտադիր է ազգային լինի, կարա եւ ազգային լինի եւ չլինի։ Եվ հակառակը կարա ազգայինը չկատարի, ասենք այդ պատվիրանները, 7 մեղքերը պետք է ազգային լինես, որ կատարես, թե ոչ, պարտադիր չի։ Մեր հանդրությանը ինչ կուղեք։ Չկորցնեք ձեր հավատը։ Դից պիտի բանան, չէ՞, կենաց ասեմ։ Վերջում ինչ եմ մաղթում, որպեսզի որևէ պարագայում մեր հավատը չկորցնենք։ Ես ինչի իրավունք չունեմ հավատս կորցնելու։ Մի պատճառն է, երկրորդն է ավելացել։ Մի պատճառն է, երբ որ իմ մեծ պապիկից Վահան Շերազին տանում էին գնդակահարելու 28 թվին, արդեն Ստալինն էր այդ ժամանակ։ Ինքը վերջում թեքվում է իր այդ բանտախցում, մետեխի բանտում էր Թիֆլիսում։ Թեքվում է իր ընկերներին, ասում է՝ «Չվհատվեք, թող իմ գլուխն ալուտին, բայց հաղթանակը մերն է լինելու»։ Սա մի պատճառ, իմ տատիկը մի երեխա է ունեցել Վահան Շերազը, տատիկս, որը հեսա մյուս տարի 99 տարեկան կդառնա, ու տատիկս է 6 ամսական ա եղել, երբ որ իր հոր գլուխը կերել են, այսպես ասած։ Տատիկս հետո ծնել է 3 երեխա, հետո այդ 3-ից ես եմ ծնվել, ուսումնասիրել եմ իմ նախնիներին, գտել եմ Վահան Շերազը սենց բան ասել, ես ով եմ որ հավատս կորցնեմ։ Իսկ երկրորդը արդեն Ռուբեն Վարդանյանինն է, երբ որ ինքը բանտից ասաց, որ այդ հուսահատվելը ամենամեծ մեղքն է։ Բոլոր մեղքերից ամենամեծ մեղքը կարա ինքը անվանեց, որ
բանը հուսահատվելն է։ Ու երբ որ այդ մարդը Բաքվի զնդանումը, ասկի կարմիր խաչն էլ հանեցին եւ այլն, այդ հաղորդագրությունը պետք է տարածվի բոլորիս վրա, որպեսզի չհուսահատվեն։ Որ պահից որ հուսահատվում ենք, հա, մեզ հետ հուսահատվելու են բանակներ։ Որ պահից որ մենք չենք հավատում, այդ պահից սկսում ենք չգործել։ Հավատն է, չէ՞, որ մի բանին հավատում ենք, օրինակ հավատում ենք, որ մի օր ենթադրենք Նիկոլ Փաշինյանը չի լինի, եւ մենք գործում ենք։ Ինչ որ բան անում ենք։ Հարցազրույց եք դուք անում, ես գալիս եմ խոսում եմ, մեկը այնտեղ ստատուս է գրում, լավ է անում, եթե դա է անում, մեկը ինչ որ միջոցառում է կազմակերպում, մեկը ինչ որ բաներ է մոգոնում, ռազմավարություններ է մոգոնում եւ այլն։ Ամեն մեկը իր չափով, իր հմտությամբ անում է։ Բայց հանեք հավատը, այդ գործողությունը դադարում է։ Հենց գործողությունը դադարում է, sense գալիս են այդ սրա բանը լինում է այդ իր իմիջելից այդ իրական Ադրբեջանի հայեցակարգ հենց դրա մասին է։ Մի հավատացեք։ Մի բառով եթե ասենք, հայեր մի հավատացեք։ Կորցրեք ձեր հավատը։ Այդ է իր նշումը։ Հիմա դրա համար շատ ավելի կարճ երբեք չկորցնեք ձեր հավատը։ Այսքան։ Շնորհակալություն։